Հպարտություն, սա բոլոր մեղքերի գլուխն է, քանի որ նրանով ընկավ Սատանան, ըմբոստանալով Արարչի դեմ և իր հետ կործանելով բազում այլ հրեշտակների, որոնք վերածվեցին դևերի և իրենց պարագլխի հետ առ այսօր չարիք են սերմանում աշխարհում։ Հպարտությամբ ընկան և մեր նախածնողները, քանզի ցանկացան առանց շնորհի աստվածանալ։ Հպարտությունը միշտ կործանում է բերում, թեպետ երբեմն նույնիսկ օգտակար ու անհրաժեշտ է թվում մարդուն։ Ավելին, աշխարհիկ հասարակության մեջ այն հաճախ առաքինություն է համարվում, մինչդեռ բոլոր չարիքների փոխադարձ անըմբռնողության և անհիմն թշնամանքի համար մարդիկ պարտական են հպարտությանը։ Հպարտն արհամարհում է մերձավորին, չգնահատելով նրա արժանիքները և միայն իրենն է գնահատում, ամբարտավան ու մեծամիտ պահվածքով շարունակ թունավորում է միջավայրը և ի վերջո ատելի դառնում թե մարդկանց, թե Աստծո կողմից։ Քանզի արդար է, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի։ Այս արատն ունի նաև ծածուկ դրսևորումներ, ինչպես կեղծ բարեպաշտությունը, մարդահաճությունը և ի ցույց բոլորի ողորմություն տալը, որոնցով մարդը հոգում է իր արտաքին կերպարի համար, զրկվելով ամենակարևորից՝ աստվածային շնորհից և օժանդակությունից։ Նախանձ հպարտության առաջին ծնունդն է, նրա անմիջական հետևանքը, քանզի ամեն ինչում փնտրելով սեփական փառքն ու առավելությունը, մարդը չի ուրախանում մերձավորի հաջողությամբ, այլ սկսում է ատել նրան, ով գերազանցում է իրան, կամ էլ հավասար է ունեցվածքով, գիտելիքով, հասարակական դիրքով ու ճանաչումով։ Նախանձից ներքուստ թունավորում է մարդու սիրտը, դառնալով անհանգիստ ունենք, դրդվելով բամբասանքի և զրպարտության, իսկ երբեմն էլ զազրելի ոճիրների։ Քրիստոնեությունը սիրո մասին է, իսկ նախանձը սիրո դրսևորում չէ։ Նախանձ բառը կարելի է բացել հետևյալ կերպ՝ նախ իմ անձը, հետո մնացածը։ Բարկություն, սա մարդու սրտի բնական հատկությունն է, որ տրված է որպես զենք ընդդեմ չարի, սակայն ընկած բնությունը ավելի շատ կրում է այն իբրև պարտավոր հատկանիշ, որը դրսևորում է ինքնահավան և տրտնջացող սրտում։ Եթե խոնարհ և բարեսիրտ հոգին բարկանում է ընդհանուր չարիքի և սեփական մեղքերի համար, ապա հպարտ ու նախանձ մարդը ամեն առիթով իր բարկությունն ուղղում է դեպի մերձավորը։ Դա հաճախ հանգեցնում է վիրավորանքների, հայհոյության, անիմաստ վեճ ու կռվի, որոնք կարող են ողբերգական վախճան ունենալ։ Ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, ասում է Տերը բարկությունը նույնացնելով սպանության մեղքի հետ։ Բարկությունը կարող է նաև չդրսևորվել անմիջականորեն, այլ թաքնվել սրտի խորքում և աստիճանաբար վերածվել ատելության, իսկ ով ատում է եղբորը, մարդասպան է, ասում է Սուրբ Հովհաննես Ավետարանիչը, և գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Ծուլություն, թվում է, թե ծուլությունն այնքան էլ ծանր մեղք չէ, բայց այն աղոտացնում է մարդու մեջ աստվածային պատկերը։ Աշխատանքը մարդու համար սահմանված պատիժ չէ, որ հաստատվեց դրախտից զրկվելիս։ Դեռևս մինչ այդ մարդուն տրված է եղել աշխատանքը։ Ծննդոց գրքի հենց սկզբում կարդում ենք, որ երբ Աստված ստեղծեց երկիրը, մարդ չկար, որ մշակեր այն։ Սա ցույց է տալիս, որ աշխատանքը պետք է մարդու կյանքի մասը կազմեր։ Մեղսագործությունից և դրախտից զրկվելուց հետո ոչ թե աշխատանքը տրվեց որպես պատիժ, այլ այդ աշխատանքի պտուղները, արդյունքները ստանալը դժվարացավ։ Հողագործության պարագայում հողը կորցրեց իր առատ արգասավորությունը, և մարդը տքնաջան աշխատանքով պետք է հաց վաստակեր։ Ծուլությունը իբրև մեղք հոգևորի հանդեպ մարդու անտարբեր և անփույթ լինելու հետևանքն է։ Մարդը կարող է գիշեր ու զօր աշխատել, սակայն Աստծո առջև դատապարտվել ծուլության մահացու մեղքով, եթե չհոգա իր հոգևոր առաջընթացի, աստվածպաշտության գործերի և գիտելիքներ ձեռք բերելու համար։ Ծուլությունը հաճախ արտահայտվում է անհասկանալի տրտմությամբ ու ձանձրույթով, որը բաց դուռ է չար խորհուրդների և աշխարհի գայթակղությունների առջև։ Ագահություն, սա անհրաժեշտ ունեցվածքով չբավարարվելու կիրքն է։ Որքան մարդը զուրկ է լինում հոգևորից, այնքան նա իր հայացքը հառում է աշխարհին և ակնածում երկրային բարիքներից, ձգտելով դրանցով լցնել սեփական հոգու դատարկությունը։ Սակայն մարդու կյանքը իր ունեցվածքի կուտակման մեջ չէ, և ոչինչ չի կարող մխիթարել մարդուն, եթե նա չփնտրի երկնքի արքայությունը, քանզի մեր հոգին ստեղծված է ոչ թե անցավոր երկրայինով, այլ երկնային անսպառ շնորհով լցվելու, մինչև իսկ անբավելի Արարչին իր մեջ բնակեցնելու համար։ Մինչդեռ դավաճանելով սեփական կոչվածությանը, նախընտրելով նյութական բարիքները և տարվելով դրանց խաբուսիկ փայլով, մարդը սկսում է նմանվել անբան կենդանիների։ Պողոս առաքյալը ագահությունն անվանում է կռապաշտություն, քանի որ տարվելով ունեցվածքով և դրա առատությունը դարձնելով կյանքի նպատակ, մարդն իր մեջ տեղ չի թողնում երկնային շնորհի համար։ Ագահությունը կործանում է ողորմության ոգին և մարդուն անտարբեր դարձնում ուրիշի վշտերի ու կարիքների հանդեպ, ինչով հեռացնում է իրենից նաև Աստծո ողորմությունը։ Որկրամոլություն, սա ագահության դրսևորումն է մարմնի գոյության համար անհրաժեշտ սննդառության ոլորտում։ Այն արտահայտվում է համեղ ուտեստների
անձնությունների հանդեպ հիվանդագին կապվածությամբ։ Այս արատն այնքան է սերտաճել մեր բնության հետ, որ հաճախ դժվարությամբ է զանազանվում բնական եւ անհրաժեշտ սննդառությունից։ Այն չափանիշները, որոնք ընդունված են աշխարհում, սկզբունքորեն հիմնված են համի հաճույքի անկաշկանդ ավելացման վրա, իսկ վերջինս ստիպում է չարաշահել նաեւ սննդի քանակը, որը հանգեցնում է ավելորդ, հաճախ վնասակար կուտակումների։ Արդյունքում առաջանում են բազմաթիվ ստորակարգ կրքեր, որոնք աշխարհը համարում է նույնքան բնական եւ շտապում բավարարել բոլոր միջոցներով։ Որոշ առումով ողջ քաղաքակրթությունը ծառայում է մարդկային ստամոքսին, ըստ նրա քմահաճության կերտելով սերունդների գիտակցությունը, մինչդեռ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա գիտի, թե կուշտ լցված ստամոքսն ինչպես է բթացնում սիրտը եւ հեռացնում աղոթքից, մարդուն դարձնում քնկոտ ու ծույլ, անընդունակ հոգեվոր խոկման եւ վսեմ խորհուրդների, իսկ այդ պատճառով առաջացած կրքերը գրեթե անհաղթահարելի են։ Բղջախոհություն, սա որկրամոլության ծնունդն է եւ մեղքերի զարգացման ամենաբարդ ու դժվար հաղթահարելի աստիճանը։ Այն մարդու ամոթալի կապվածությունն է մարմնի հետ, որ գործում է ոչ միայն զգայարանների, այլև հոգու զորությունների, մտքի եւ տրամաբանության, հիշողության ու երևակայության, հույզերի եւ զգացմունքների ստորակարգ չարաշահումով։ Ոչ մի մեղք այնքան չի զարգացել ու սերտաճել ներկայիս քաղաքակրթության հետ, նրա մշակութային բաղկացուցիչ մասը դառնալով, որքան բղջախոհությունը։ Կարելի է ասել, որ մենք այժմ ապրում ենք բղջախոհության դարաշրջանում, որը լինելով մահացու մեղքերից վերջինը, ասես խորհրդանշում է նաեւ այս դարաշրջանի վախճանական լինելը։ Բղջախոհությունը հակառակ է ողջախոհության առաքինությանը։ Բղջախոհության դեմ դրվում է պահեցողությունը։ Մարդն առատ ու պարարտ կերակուրներ ուտելով պարարտեցնում է իր մարմինը եւ մարմնի պարարտացումը բերում է մարմնական մեղավոր կրքերի կենդանանմանության ի հայտ գալուն, մինչդեռ պահեցողությունը մի փոքր տկարացնելով մարմնականը հոգեվոր ապրումներին ու մտածումներին է մեծապես նպաստում։ Հետևաբար բղջախոհությունը բուժվում է ապաշխարությամբ եւ պահեցողությամբ։